Ողջույն բոլորին, եկեք այսօր միասին պատրաստենք կարմիր ոսպով հաց։ Դրա համար մեզ անհրաժեշտ է կարմիր ոսպը լվանալ եւ թողնել ջրի մեջ ողջ գիշեր։ Այնուհետև լցնում ենք բլենդերի մեջ եւ ավելացնում համեմունքներ։ Իմ նախընտրելի համեմունքներն են քիմիոն, կարմիր պղպեղը, որը արդեն լցրել եմ, աղ, խմելի սունելի եւ ավելացնում եմ քրկում։ Հիմնական բաղադրիչները դա կարմիր պղպեղ, աղ և բուսայուղն է։ Ահա քրկումը ավելացնելուց հետո նաև ավելացնում եմ բուսայուղ, ես նախընտրում եմ ձիթայուղը։ Այնուհետև դարձնում ենք միասեռ զանգված։ Իդեպ կարմիր ոսպը հարուստ է սպիտակուցներով, այն ավելի շատ օգտական նյութեր է պարունակում, սննդանյութեր, քան կալորական ցույց, եւ այն հարուստ է ֆոլաթթվով, ուստի այն անհրաժեշտ է հղիներին։ Կարմիր ոսպը նաև իջեցնում է արյան միջից խոլեստերինի մակարդակը, կարգավորում է նյութափոխանակությունը, սրտի աշխատանքն բարելավում։ Այնուհետև տեղափոխում ենք հրակայուն տարայի մեջ, որպեսզի դնենք ջեռոց։ Իդեպ այս տարան ես գնել եմ Faberlic ընկերությունից եւ ինչու եմ այն նախընտրում, որովհետեւ ունի կափարիչ եւ անհրաժեշտության դեպքում կարող եք կափարիչով փակել սնունդը, որպեսզի ավելի երկար պահպանվի։ Վերջում ավելացնում եմ մի շարք սերմեր, դա սև եւ սպիտակ քունջուտներն են, կտավատի սերմն է, արևածաղկի չփոված սերմը եւ դդումի սերմը։ Լցնում ենք այսպես վրան, տարածում ամբողջ տարավ մեկ եւ դնում ջեռոց։ Եվ ահա պատրաստ է իմ ոսպով հացը։ Վերջում կտեսնեք, թե ինչպես են եղյակներս վայելում այս ամենը, որովհետև իրենք շատ են սիրում ու իդեպ հագեցվածության զգացողություն է տալիս երկար ժամանակ։ Իդեպ սա ես պատրաստել եմ դասական տարբերակով, կարելի է այլ բաղադրիչներ ավելացնել, ինչպիսիք են օրինակ լոլիկը, կանաչեղեն, ես փորձել եմ շատ համեղ է էլի ստացվում։ Ահա տեսեք հաստությունը եւ խաղի ընթացքում եմ բռնացրել իրենց ուտելիս, Նարեկը փորձում էին ձեռքից վերցնել հեռախոսը, մի կերպ նկարել եմ։ Դե մեծ բարի ախորժակ, դուք էլ կկիսվեք, տեսնեմ ինչպես ստացվեց ձեզ մոտ։